Համակարգում կարգապահության և բարևարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության սկզբունքներից է։ Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի 2025 թվականի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցել են ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետը, ինչպես նաև ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացնել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց, ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։